Գոլ 4-ը, դեմ 1 ձեռնպա, նախագիծը չի անցել։ Հարցը կքննարկենք լիագումար նիստերի դեմ։ Այսինքն ինքը ստացավ բացասական եզրակացություն։ Չէ, կանոնակարգ օրենքի բանն եմ ասում։ Ես մնացած ինչ ցանկանում եմ նշել, կնշեմ լիագումար նիստում եւ ակնկալում եմ, որ մեր գործընկերները կողմ կքվեարկեն կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած եւ լայնորեն քննարկվող եւ նման կարեւորության օրենքի նախագիծը, որպեսզի թույլ չտանք մեր բանակը գտնվի այն վիճակում, որ հիմա է գտնվում եւ մեր քաղաքացիները խուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Հիմա չեմ ցանկանում։ Ես կներեք։ Նման խնդրում եմ նման ձևակերպումներ չտալ, որովհետև դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ես նշեցի նախագիծը քննարկվել է եւ 2019 թվականից եւ 2022 թվականին Պաշտպանության նախարարության կողմից եւ շրջանառվել է։ Եվ իմ կողմից եւ ես սկսել եմ շրջանառել նախագիծը 2024 թվականի հունվարից, այսինքն տարուկես մենք անցել ենք քննարկումների փուլով եւ քննարկումների արդյունքում կառավարությունը տվել է դրական եզրակացություն, միայն դրանից հետո ես պաշտոնապես շրջանառել եմ նախագիծը եւ լայնորեն քննարկվել է այն, ինչպես հանրության ներկայացուցիչների միջև մենք իդեպ նաեւ կազմակերպել ենք եւ իդեպ նաեւ մենք կազմակերպել ենք հարցում իմ խնդրանքով վարչապետը հանձնարարական է տվել եւ կառավարության վարչապետի աշխատակազմը հարցում է պատվիրել թե մեր քաղաքացիների ինչ կարծիք ունեն նախագծի վերաբերյալ եւ հարցումների արդյունքում բազմիցս հայտնել է հարցումների տեսքով նաեւ դրական այդ հարցումները առկա են, որը մենք պատվիրել ենք եւ հանրությունը տվել է կողմ է նախագծին եւ միայն հանրության կողմ դիրքորոշում ունենալուց հետո ես նախագիծը շրջանառել եմ։ Նաեւ կարող եք տեսնել Ես ցանկանում եմ ներկայացնել կառավարության տեսակետը վարչապետի ստորագրությամբ առկա է կառավարության կայքում կարող եք ծանոթանալ։ Մասնակցության ներողությունների անգամ փոխնախարարը ինչու չգիտեր թե մոտավորապես քանի հոգու վրա կարող է տարածվել ձեր առաջարկած օրինագիծը տարեկան 5 հոգի է, 8 հոգի է, 20 հոգի է, այսինքն նա նույնիսկ չէր հասկանում թե այդ քվոտավորումը ինչ կարգով պետք է անի, այսինքն այս բացերը ինչպես են լինում, ինչպես են շփվել։ Տեսեք Նախագիծը շատ ընդգրկուն է եւ իր առջև մեծ նպատակ է դրել, որ պետք է հասնի դրան։ Նպատակը հետեւյալն է. մենք պետք է ունենանք +10% զորակոչ, քան ունենք միջև օրենքի նախագծի շրջանառվել է, ինչը մասամբ արդեն իրականացվել է։ Մենք ունենք 3-4% մոտ ավել զորակոչ, որովհետեւ արդեն իսկ կատարել ենք մի շարք փոփոխություններ, որոնք կառավարության տիրույթում էին եւ եւս ավել զորակոչ կունենանք մենք, երբ օրենքը կմտնի ուժի մեջ։ Սա ինչ է նշանակում, որ մեր բանակը կդառնա ավելի հզոր, մեր քաղաքացիները, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, ինչ խնդիրներով գտնվում են արտերկրում, ես բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ոգևորված են այդ օրենսդրական նախաձեռնությամբ, մեկը ունի որդի, մեկը ունի ծնող իր խնամքի տակ, մեկը ամուսնացած է, նրանք չեն կարողանում գալ եւ ծառայել 2 տարի ժամկետով, խնդրում են, որպեսզի իրենց տրվի հնարավորություն, իրենք կան մասնակցեն երկրի պաշտպանությանը, զորագրվեն, այո, գան, ծառայեն 1-ից 4 ամիս ժամկետով, դրանից հետո մտնեն պահեստազոր, վճարեն մեծ գումար, որով մենք իրենց բացը ոչ միայն կլրացնենք, այլ 2 անգամ ավելի զինծառայողներ կներգրավենք, միևնույն ժամանակ իրենք չեն կտրվի իրենց մայր հողից, իրենց հանրապետությունից եւ կկարողանան անարգել այցելել Հայաստանի Հանրապետություն։ Աստված մի արասցե, եթե անվտանգային խնդիր լինի, մենք այս դեպքում կունենանք ավելի 10%-ով ավելի շատ զինծառայողներ եւ 10%-ով ավել պահեստազորայիններ, ինչը թույլ կտա մեր խնդիրը ավելի հեշտ լուծելու, որը մենք ունենք։ Օրենքից պետք է օգտվի իմ պատկերացմամբ առնվազն 1000 քաղաքացի, որպեսզի մենք տարեկան ունենանք +10% զորակոչ, առնվազն 1000 քաղաքացի։ Ես եթե հարցը դրվում է, ես բանակից փողով բնականաբար չէի ազատվի, ես բանակից ազատվելու հնարավորություն ունեցել եմ 2012 թվականին, երբ պետք է զորակոչվեի ծառայության, բայց չեմ գնացել այդ ճանապարհով։ Այդ ճանապարհը կարճատեսությունն է, ես գիտեք, որ միշտ գրել եմ ակնոցներ, օպտիկական, հիմա էլ գրում եմ թաղանթային լինզաներ, ես ունեմ կարճատեսություն եւ կարող էի բազմաթիվ մեր քաղաքացիների նման
չգնալ պարտադիր զինվորական ծառայության հայտնի ճանապարհներով այն ժամանակ ըստ տարեթվերի հայտնի է թե որ հիվանդությունով ինչ արժեր բանակից ազատվել է։ Ես գնացել եմ պարտադիր զինվորական ծառայության։ Իսկ եթե հարցը դրվեր հիմա ես կօգտվեի այս տարբերակից կվճարեի թե կգնայի ծառայության ինչպես ես եմ գնացել, նշեմ, որ գումար վճարելով կարճաժամկետ ծառայության հասնելով ես մի քանի անգամ ավելի շատ օգուտ տված կլինեի պաշտպանության նախարարությանը, քան այն ծառայությամբ, ինչպես ես եմ ծառայել։ Սարգսյանը եթե քվոտավորում է լինելու 1000 չի լինելու, ճիշտ է, 1000 զինծառայողի վրա սա չի։ Չեք կարող ասել, կարող քվոտայի մեջ լինի 1000 կամ 2000, օրինակ քվոտայի մեջ կարող է դրվի ամառային զորակոչին ենթադրաբար մենք ունենանք դա կառավարությունն է որոշելու, տեսեք, մենք ունեցել ենք տարի, որ մոտ 9000 է եղել մեր զորակոչը։ Այս ամառային զորակոչին, այս 2025 թվականին ոչ թե մի զորակոչ այլ կներեք երկու զորակոչերի մասին է խոսքը, ենթադրվում է, որ 25 թվականին կունենանք առնվազն 1000-ով կամ 2000-ով ավել զորակոչ, ինչը մեզ հնարավորություն է տալու, որ մենք առնվազն 2000 տեղ սահմանենք, բայց ես ամեն դեպքում գտնում եմ, որ մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր քաղաքացիները օգտվեն լայնածավալ, օգտվեն այս օրենքի հնարավորությունից։ Ինչու՞, որովհետև մինչև 27 տարին լրանալը ունենք 5-ից 6000 քաղաքացիներ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ։ Մենք եթե նրանց այդ հնարավորությունը չտանք, մենք չենք կարողանալու նրանց բերել որպես ռեսուրս ներգրավել պաշտպանության մեջ, եւ նրանց մենք չենք կարող բերենք դատապարտենք ազատազրկման բանակից խուսափելու համար։ Երբ մենք տեսնում ենք խուսափող կներեք ավարտեմ, եւ մենք նայում ենք բանակից խուսափողների թվերը եւ նաեւ հետախուզման մեջ գտնվողների թվերը եւ համադրում ենք ներկայացած կամովի ներկայացած կամ հայտնաբերված քաղաքացիների հետ, տեսնում ենք, որ տարեկան մենք ունենում ենք շուրջ 10000 հետախուզվող, որոնցից կամովի ներկայանում կամ հայտնաբերվում է 100-ից 200-ը, մոտավորապես 1%-ը։ Իսկ իրանցից արդեն դատապարտվում է կամ 1-ը կամ 0։ Այսինքն մենք չենք կարող հայտնաբերենք կամ նենց անենք, որ այս քաղաքացիները գան եւ անգամ եթե նրանք գալիս են կամ հայտնաբերվում են, չեն դատապարտվում ազատազրկման։ Այստեղ մենք պիտի ուրիշ ճանապարհով գնանք։ Մեր նպատակը չպիտի լինի նա, որ մենք բոլորին դատապարտենք 1-ից 3 տարվա ազատազրկման, որովհետեւ դա բան չի տալու բանակին, հակառակը մենք գումար ենք ծախսելու այդ անձանց կալանքի մեջ պահելու համար։